Python-ը ի սկզբանե ստեղծվել է որպես օբյեկտ կողմնորոշված ծրագրավորման լեզու։ Քանի որ այն ունի կլասներ, ուստի օբյեկտներ կառուցելը Python-ում հեշտ է։ Այստեղ փորձել ենք հակիրճ ձևակերպել նրա հիմնական գաղափարները։ Օբյեկտ կողմնորոշված ծրագրավորման տերմինաբանությունը։ Կլաս օգտատիրոջ կողմից ստեղծված օբյեկտի նախատիպ է, որն ունի այդ կլասի օբյեկտները նկարագրող ատրիբուտների բազմություն։ Ատրիբուտները դրանք անդամ տվյալներ են, կլասի փոփոխականներ և մեթոդներ, որոնց կարող ենք դիմել կետի միջոցով։ Կլասի փոփոխական։ Դա այն փոփոխականն է, որը հասանելի է կլասի բոլոր օրինակներին։ Կլասի փոփոխականները սահմանված են կլասում, բայց կլասի մեթոդներից դուրս։ Անդամ տվյալներ։ Կլասի փոփոխական կամ կլասի օբյեկտի փոփոխական, որը պահպանում է կլասի կամ նրա օբյեկտի հետ ասոցացվող տվյալներ։ Ֆունկցիայի վերաբեռնավորում։ Որևէ ֆունկցիայի մեկից ավել վարքագիծ վերագրելու գործողություն։ Ժառանգականություն։ Վարքագծի փոխանցում մի կլասից մյուսներին, որոնք ճյուղավորված են իրենից։ Օրինակ, որոշակի կլասի օբյեկտ։ Մեթոդ, հատուկ ֆունկցիա սահմանված կլասում։ Օբյեկտ, տվյալների կառուցվածքի օրինակ, սահմանված իր կլասի կողմից։ Օբյեկտը պարունակում է կլասի փոփոխականները և մեթոդները։ Օպերատորի վերաբեռնավորում։ Որևէ օպերատորի մեկից ավել վարքագիծ վերագրելու գործողություն։ Կլասների ստեղծում։ Կլաս արտահայտությունը սահմանում է նոր կլաս։ Կլասի անունը անմիջականորեն հետևում է կլաս արտահայտությանը, որից հետո դրվում է երկու կետ։ Դիտենք կլասի օրինակ։ Կլասը ունի փաստաթղթային կոդ, որը հասանելի է classname.doc փոփոխականի միջոցով։ Կլաս սյուիթը կազմված է կլասի անդամների, ատրիբուտները և ֆունկցիաները սահմանող բաղադրիչներից։ Python-ի կլասի պարզ օրինակ։ Այստեղ տեսնում ենք փոփոխականներ և նրա մեջ մեթոդներ և ֆունկցիաներ։ Emp-count փոփոխականը կլասի փոփոխական է, որի արժեքը հասանելի է կլասի բոլոր օրինակների համար։ Այն հասանելի է որպես employee get emp-count և կլասի շրջանակներում և դրանից դուրս։ Առաջին մեթոդը init հատուկ մեթոդ է, որը կոչվում է կլասի կոնստրուկտոր կամ սկզբնարժեքավորման մեթոդ։ Այն կանչվում է յուրաքանչյուր անգամ կլասի օրինակ ստեղծելիս։ Կլասի մեթոդները նկարագրված են նորմալ ֆունկցիաների նման, այն բացառությամբ, որ որպես առաջին արգումենտ փոխանցվում է self-ը։ Python-ը ինքն է ավելացնում այդ արգումենտը, դուք կարիք չունեք այն գրելու, երբ կանչում եք մեթոդը։ Կլասի օրինակ սարքելու համար պետք է գրել կլասի անունը, փոխանցելով այն արգումենտները, որոնք կլասի init մեթոդն է պահանջում։ Դիտենք մի այդպիսի օրինակ։ Տեսնում ենք, որ employee կլասի երկու օրինակ ենք պատրաստել այստեղ, տարբեր արժեքներով։ Ատրիբուտների հասանելիությունը։ Կլասի ատրիբուտներին դիմելու համար օգտագործվում է get օպերատորը օբյեկտի հետ միասին, հետևյալ ձևով։ emp1 get display employee, emp2 get display employee և այսպես շարունակ։ Այժմ այս բոլոր կոնցեպցիաները միասին։ Դիտարկենք այս օրինակը։ Այստեղ ունենք employee կլասը իր մեթոդներով և սկզբնարժեքավորման ֆունկցիայով։ Այժմ կանչենք այդ կլասի մեթոդները։ Փորձենք աշխատացնել։ Արդյունքում կտեսնենք, որ մենք վերևում ինչ-որ տպել էինք կլասի մեթոդները և արժեքները, այստեղ ստանում ենք։ Ցանկացած պահի կարող ենք ավելացնել, ջնջել կամ փոփոխել կլասի կամ օբյեկտի ատրիբուտները, ինչպես հետևյալ օրինակում։
տեսնում ենք, որ h փոփոխականին մենք կարողանում ենք վերագրել տարբեր արժեքներ, ինչպես նաև ջնջել։ Ատրիբուտներին դիմելու համար նորմալ արտահայտություններ օգտագործելու փոխարեն կարող եք օգտագործել հետևյալ ֆունկցիաները։ Get ատրիբուտ օգտագործվում է օբյեկտի ատրիբուտին դիմելու համար։ Has ատրիբուտ օգտագործվում է ատրիբուտի գոյությունը ստուգելու համար։ Set ատրիբուտ օգտագործվում է ատրիբուտին արժեք վերագրելու համար։ Եթե ատրիբուտը գոյություն չունի, այն կստեղծվի։ Եվ delete ատրիբուտ օգտագործվում է ատրիբուտը ջնջելու համար։ Այստեղ տեսնում ենք դրանց օգտագործումը։ Կլասի ներկառուցված ատրիբուտներ։ Python-ի յուրաքանչյուր կլաս պահում է հետևյալ ներկառուցված ատրիբուտները և նրանք հասանելի են get օպերատորի միջոցով, ինչպես ցանկացած ատրիբուտ։ Dict կլասի անունների տիրույթը պարունակող բառարան։ Doc կլասի փաստաթղթային տող կամ none, եթե սահմանված չէ։ Name կլասի անունը։ Module մոդուլի անունը, որում կլասը սահմանված է։ Ինտերակտիվ ռեժիմում այս ատրիբուտի արժեքը main է։ Basis բազային կլասներ պարունակող հավաքածու ըստ բազային կլասում իրենց հանդիպման կարգի։ Վերևում սահմանված կլասի համար փորձենք դիմել այս բոլոր ատրիբուտներին։ Մեր սահմանած կլասը employee իր մեթոդներով, հիմա փորձենք տպել նրա վերը նշված ատրիբուտները doc, name, module, basis, dict։ Աշխատացնենք ծրագիրը։ Մենք կտեսնենք doc-ի արժեքը common base class for all employees, name-ը կլասի name-ն է դա employee, module-ը main, basis-ը data-arg և dict-ը տեսնում ենք այստեղ ատրիբուտների հավաքածուները։ Օբյեկտների վերածում, աղբի հավաքում։ Հիշողություն ազատելու նպատակով Python-ը ավտոմատ կերպով ջնջում է այն օբյեկտները, որոնք այլևս պիտանի չեն։ Այս process-ը Python-ում կոչվում է աղբի հավաքում։ Python-ի աղբահավաքը աշխատում է ծրագրի կատարման ընթացքում և հուշում է, երբ ինչ-որ օբյեկտի վրա այլևս հղում չկա։ Օբյեկտի հղումների քանակն աճում է, երբ այն ստանում է նոր անվանում կամ մտնում է կոնտեյների մեջ։ Օբյեկտի հղումների քանակը նվազում է, երբ այն ջնջվում է del մեթոդի միջոցով։ Հենց որ օբյեկտի հղումների քանակը հավասարվում է 0-ի, Python-ը դրան հավաքում է ավտոմատ կերպով։ Դիտարկենք այս օրինակը։ Այստեղ ստեղծվում է օբյեկտը 40 արժեքով, b-ին վերագրվում է a, և հետո վերջում ջնջվում է a-ն։ B-ին վերագրվում է 100։ Նորմալ դեպքում դուք չեք կարող նկատել, թե երբ է աղբահավաքը ջնջում օբյեկտի օրինակը և ազատում նրա տեղը, բայց կլասում կարելի է սահմանել հատուկ մեթոդ del destructor, որը կանչում է, երբ օբյեկտը արդեն պետք է ջնջվի։ Դիտենք դրա օրինակը։ Այստեղ destructor-ը տպում է կլասի անունը, որի օրինակ է հանդիսանում տվյալ օբյեկտը։ Աշխատացնենք կոդը։ Մենք կտեսնենք արդյունքները։ Վերջում աշխատում է destructor-ը, որը տպում է point destroyed։ Մեր կլասի անունն է point-ը։ Իդեալական դեպքում պետք է կլասը սահմանել առանձին ֆայլում, ապա ներմուծել հիմնական ծրագրի մեջ, օգտագործելով import արտահայտությունը։ Կլասի ժառանգականություն։ 0-ից կլաս գրելու փոխարեն կարելի է ստեղծել, ճյուղավորելով այն արդեն գոյություն ունեցող կլասից, փակագծերում նշելով ծնող կլասների անունները։ Ածանցյալ կլասը ժառանգում է ծնող կլասի ատրիբուտները, որոնք կարող ենք օգտագործել այնպես, ինչպես դրանք սահմանված կլինեին ածանցյալ կլասում։ Ածանցյալ կլասը կարող է նաև վերասահմանել իր ծնող կլասի անդամներն ու մեթոդները։
Ածանցյալ կլասները սահմանվում են իրենց ծնող կլասի նման, բայց ծնող կլասների ցուցակը պետք է գրվի ածանցյալ կլասի անունից հետո, ինչպես այս օրինակում։ Այստեղ subclass name-ը դա ածանցյալ կլասն է, որը ժառանգել է parent class 1, parent class 2 դրանցից։ Օրինակով տեսնենք։ Այստեղ ունենք parent class իր մեթոդներով, այնուհետև child class, որը ժառանգել է parent-ից, և ինչ-որ մեթոդներ է ավելացրել։ Հիմա փորձենք ստեղծել child class-ի մի օրինակ, կանչենք նրա վրա child մեթոդը, այնուհետև նրա վրա parent մեթոդը, set atribute և get atribute։ Աշխատացնենք կոդը։ Տեսնենք, որ երբ որ կանչում էր child-ի մեթոդը, child-ի կոնստրուկտորն է աշխատում, child-ի ստեղծումը, այնուհետև child-ի մեթոդը, այնուհետև parent-ի մեթոդը և parent-ի ատրիբուտը։ Նմանապես կարելի է սահմանել կլաս ժառանգելով մի քանի ծնող կլասներից, ինչպես հետևյալ օրինակում։ Ունենք կլաս A, B, այնուհետև կլաս C, որը ժառանգել է A-ից և B-ից։ Կարող ենք օգտագործել is subclass կամ is instance ֆունկցիաները երկու կլասների կամ օբյեկտների հարաբերությունը ճշտելու համար։ Is subclass մեթոդը boolean ֆունկցիա է, որը վերադարձնում է true, եթե տրված subclass-ը subclass-ի ածանցյալ կլաս է։ Is instance object class boolean ֆունկցիան վերադարձնում է true, եթե obj-ն class կլասի կամ նրա ածանցյալ կլասի օբյեկտ է։ Մեթոդների վերասահմանում։ Միշտ հնարավոր է վերասահմանել ծնող կլասի մեթոդները։ Վերասահմանման պատճառներից մեկն այն է, որ դուք հնարավոր է ձեր ածանցյալ կլասում ցանկանաք ունենալ այլ ֆունկցիոնալություն, ինչպես հետևյալ օրինակում։ Այստեղ ունենք parent class-ը, ունի my method ֆունկցիա, այնուհետև ունենք child class, որը ժառանգել է parent-ից, և այդ my մեթոդը մենք այստեղ վերասահմանում ենք։ Հիմա, եթե մենք ստեղծում ենք child class-ի որևէ օբյեկտ, այնուհետև նրա վրա կանչում ենք մեթոդը, այստեղ նա պետք է արդեն կանչի իր վերասահմանվածը։ Աշխատացնենք սա։ Մենք կտեսնենք, որ կանչվեց արդեն child class-ի համապատասխան մեթոդը։ Բազային մեթոդների վերաբեռնավորում։ Հետևյալ աղյուսակը ցուցադրում է որոշ ընդհանուր ֆունկցիոնալություն, որը կարող եք վերասահմանել ձեր կլասում։ Init դա կոնստրուկտորն է, ցանկացած ոչ պարտադիր արգումենտներով։ Del-ը դեստրուկտորն է, ջնջում է օբյեկտը։ Repr գնահատվող տողի ներկայացում։ Str տպելու ենթակա տողի ներկայացում։ KMP օբյեկտի հետ համեմատում։ Օպերատորների վերաբեռնավորում։ Ենթադրեք սահմանում եք վեկտոր կլասը երկչափանի վեկտորների ներկայացման համար։ Ինչ կպատահի, եթե օգտագործեք plus օպերատորը գումարման համար։ Հավանաբար Python-ը կբողոքի։ Այնուամենայնիվ դուք կարող եք սահմանել add մեթոդը ձեր կլասում վեկտորների գումարման համար, այնուհետև plus օպերատորը իրեն կպահի սպասվածի նման։ Դիտարկենք օրինակը։ Սահմանում ենք class վեկտորը, որը ունի երկու փոփոխական a և b, այնուհետև str մեթոդը և add ֆունկցիան, որը կվերադարձնի նրա ատրիբուտների գումարը։ Հիմա սահմանենք երկու վեկտոր, v1-ը վեկտոր 2, 10 կոորդինատներով, v2-ը 5-2 և տպենք նրանց գումարը։
Աշխատացնենք և տեսնենք արդյունքը։ Մենք կտեսնենք, որ համապատասխան գումարումները կոորդինատների կատարվեցին և մենք արդյունքում կունենանք վեկտոր 7, 8։ Տվյալների քողարկում։ Օբյեկտի ատրիբուտները կլասի սահմանումից դուրս կարող են երևալ կամ ոչ։ Դուք կարող եք ատրիբուտների անունները սկսել կրկնակի ներքևի գծիկ սիմվոլով։ Այսպիսի ատրիբուտները տեսանելի չեն լինի դրսում։ Դիտարկենք օրինակը։ Այստեղ secret count-ը այդպիսի փոփոխական է։ Մենք count-ի մեջ ավելացնում ենք նրա արժեքը և տպում ենք։ Counter-ին վերագրում ենք մեր կլասի օբյեկտ, պատրաստում ենք, count ֆունկցիան ենք կանչում 2 անգամ, այնուհետև տպում ենք։ Այս կոդի աշխատանքում մենք կունենանք երկու անգամ փաստորեն մենք counter-ի արժեքը ավելացրել ենք, կունենանք 1, 2 և secret count-ին դիմելու դեպքում մենք կտեսնենք, որ հնարավորություն չունենք արդեն դա անելու կլասի սահմաններից դուրս։ Python-ը պաշտպանում է այդպիսի անդամներին ներքին կարգով ավելացնելով նրանց անվանը կլասի անունը, ինչպես օրինակ object underscore class name underscore underscore attribute name։ Եթե փոխարինենք կոդի վերջին տողը հետևյալ կերպ, այն կաշխատի ճիշտ։ Մենք ոչ թե անմիջականորեն դիմենք counter-ին, այլ նրան արդեն ավելացնենք ատրիբուտին just counter մեր կլասի անվանումը։ Արդյունքում մենք տեսանք, որ արդեն այդ փոփոխականին ևս հասանելիություն ունենք։